բոլոր երկրի վրա, որ քու փառքդ երկինքներեն վեր ծրիր, մանգանց ու գատնգեր դղայոց բերնեն, քոհություն գալարեցիր քու թշնամիներոդ համար, որբեսի թշնամին ու վրեժխնդիրը լրացնես, երբ տեսնեմ երկինքդ, քու մատներուդ գործը, լուսինը ու ասխերը զորամթուն հաստատեցիր, մարդը ինչ է որ զանիգա կհիշես, կամ մարդու որդին, որ անոր այցելություն գնես, քիչ մը վարր իր զանիգա հրեշտակներեն, փառքով ու բադվով բսագեցիր զանիգա, քու ցերկերուդ գործերուն վրա իշխան տրիր զանիգա, ամեն բան անոր ոտքին դակ տրիր, բոլոր ոչխարները ու արջարները, նաև վայրենի անասունները, երկինքի թռչունները ու ձովուն ծուկերը, և ինչ որ ձովու ճամպաներում մեջ կբդդի, ով դեր, մեր դերը, ինչ փառավոր է քու անունդ բոլոր երկրի վրա, դերը իր օրդն խոսքը մեզ մի ամեն մեկուն համար, դի խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք և մեր երկարանելու ետևի գտնված փոխադարձ ընթերցանություններեն թիվ 24-ը, որ Սուրբ Հոգիի մասին է, փոխադարձ կերպով պիտի գարտանք և աղոթքով պիտի շարունակենք։ Անոնց հետ գտնված ադեն կավսվրեր անոնց, որ Երուսաղեմ է, չհերանան, հավասպասեն հորը խոսմունքին, բասնցի իրավ Հովանես չրով մգրդեց, բայց դուք ասկեշատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մգրդվիք։ Սուրբ Հոգիով միզի համար մտաներ պիտի ունակ, Երուսաղեմի մեջ և բոլոր Վրաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրի ծայրերը։ Անոնք ամենը միաբանության միշտ աղոթք ու աղաչանք կնեին ու երբ Պենտեկոստեի օրը հասավ, ամենն ալ միաբան մեկտեղ էին ու հանկարծակի երկինքեն ցայմ մի եղավ, սասկաշունչ հովի մը ցայնի պես և բոլոր դունը լեցուց։ Եվ բաժանված լեզուներ երևցան իրենց, որպես թե կրակ է, ամեն մեկում վրա և ամեն ալ հոգիով, սրտով լեզվեցան, ու սկսան ուրիշ լեզուներով խոսել, ինչպես հոգին իրենց խոսել կուտար։ Եվ բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ, ամենն ալ կսկանչանային ու կզարմանային և իրարու կսեին, չէ որ ասոնք ամենն ալ որ կխոսին քարելիացի են, ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը, որում մենք ծնած ենք։ Այս Պետրոս խոսեցավ անոնց, աստիճան, որ հոգով մարգարեի ձեռքով ստեցավ, վերջին օրերը կսեանսված իմ հոգես ամեն մարմնի վրա պիտի կապել։ Ու ձեր դղակը և ձեր աղջիկները պիտի մարգարեյանան, ձեր երազարդները դեսիկներ պիտի տեսնեն, և ձեր ձերերը երազներ պիտի տեսնեն։ Ու իմ ծարանելուս վրա, ու իմ աղախինելուս վրա, ալայն օրերը իմ հոգիես պիտի տապեն, ու պիտի մարգարեյանան։ Շարունակենք աղոթելով Տեր, մեր փրկիչ, մեր զորավոր Հայր, շնորհակալ եմ Տեր իմ Աստված, ընդանյոք եկել ենք քո տան մեջ հավաքված, եկել ենք ընդանյոք փառաբանելու երկրպագելու քո սուրբ անունդ, ընդանյոք եկել ենք քո խոսքդ լսելու հոգևորապես աճելու։ Տեր իմ Աստվածս ամեն մեկս մեր կյանքի մեջ անցնում են տարբեր ճանապարհներ, ոմանք ուրախության մեջ են, զվարճության մեջ են, ոմանք փորձառության միջով։ Տարբեր ճանապարհներ Տեր և դու բոլոր ամեն մեկիս մուտքը և ելքը
գիտես։ Եվ մեր ծրարը Տեր իմ Աստված, որ մեջը բոլոր աղոթներն ենք դնում Տեր, խնդրում ենք, աղաչում ենք և սրտանց աղոթում ենք քո հպումը։ Տեր իմ Աստվածս խնդրում եմ, որ դու շարունակ ու շարունակ քո ներկայությունը մեր կյանքի մեջ այնպես զորավոր զգանք, որ շարունակ ու շարունակ փնտրենք քո ճանապարհը, քո կամքը մեր կյանքի։ Չլինենք միայն լսողներ, քո խոսքը այլ կատարողներ լինենք։ Ինչպես որ քո խոսքը մեզ սովորացնում է, այդպես էլ ապրենք մեր կյանքը։ Թող քո խոսքը մեզի համար օրենք լինի, հեղինակը լինի մեր կյանքի, Տեր։ Զվարճությունը գալիս է ներսից, որ ճանաչում ենք քեզ, այդ զվարճությունը թող անպակաս լինի, նույնիսկ երբ որ անցնում ենք դժվար ճանապարհներով։ Հասնես ամեն մեկի զորացնես տկարներին, Տեր իմ Աստված։ Եվ քո եկեղեցին, Տեր, շարունակ ու շարունակ օգտագործես քո թագավորության համար։ Շնորհակալ ենք, Տեր իմ Աստված, մեր հայրենիքի համար, որտեղ որ զորավոր գործեր են կատարվում։ Նույնիսկ որ աշխարհը լինում է միշտ շարունակ ու շարունակ աշխարհը, քո հոգևոր դաշտը միշտ բերում է զվարճություն, երբ որ լսում ենք լավ լուրեր, արթնություններ, վկայություններ, թե ինչպես քո թագավորությունը շարունակ ու շարունակ աճում է։ Հոգիներ շարունակ ու շարունակ փրկվում են, եւ վկայությունները բոլորիս ամեն մեկիս քաջալերեցնում են։ Տեր, դու քո զավակներին, քո աշակերտներին զույգ ուղարկեցիր եւ նրանք սովորեցին, թե ինչպես պետք է ծառայել քեզ, որ նույնիսկ դևերը ենթարկվում են քո անունին։ Տեր, մեկ-մեկ դու չուղարկեցիր, զույգ ուղարկեցիր, որովհետև քո խոսքիդ մեջ սովորեցնում է ավելի լավ է երկուսն են, քան մեկ, որ եթե մեկը ընկնի, մյուսը գոգնի վեր կանգնի։ Մեկս մյուսին շետեր իմ Աստված շարունակ ու շարունակ հետաքրքրվենք մեկս մյուսի համար։ Զանգերով, այցելություններով, եղբայրներ, քույրեր իրարու հետ եկեղեցին դա է Տեր իմ Աստված։ Ավելի ու ավելի թող քո սերը մեր սրտների եւ մտքերի մեջ զորանա, որ մենք նմանվենք ավելի ու ավելի քեզ։ Շնորհակալ ենք մեր հայրենիքի սահմանների համար այն խաղաղությունը, որ կա, խնդրելով եւ աղաչելով, որ միշտ թող այդ սահմանները ապահով լինեն եւ միշտ ու միշտ Տեր քո ձեռքի տակ լինեն։ Փառք ու պատիվ քեզ ենք տալիս Տեր իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Allilույս, արդունեք, մեր սիրտը, մեր հոգին, մեր միտքն արդուն է, այո, և ամեն Աստծո տան մեջ, ներկայության մեջ, մի քանի երգերով, օրհնենք, երկրպագենք, աղոթենք, արտասանենք և օրհնենք մեր Աստծուն, ապահով մեզ Տերը պահեց այս շաբաթ մահվաները և այսօր մեզ ոչ րոպեց, որ ինչ Joy,
սիրենք, մենք փրկին, ինչու, որովհետև զի նախ ինքը մեզ սիրեց և իր կյանքը տվեց և մեզի հետ է և մեզ կորտնե ամեն օր, ինչպես այս Տերոջը սիրենք, երկրպագենք Փառք Հիսուսին։ Կապված էի զիս արձակեց Հիսուս, կույր էի աչքերս բացավ Հիսուս, մեռած էի ինձ կենդանացուց, որ պատմեմ ամենուն այն սերը, որ ինձ ցույց
Բայուսես ելներ, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվեմ մեր այսօրվա խոսքը զոհաբերության համար և հետաքրքիր մի բան պատահեց շաբաթվա մեջ, որ դրանից վերցեցի այսօրվա խոսքը։ Համար կա Աստվածաշունչի շունչի մեջ, որ ասում է, անգլերենով ասում է, it is better to give than to receive։ Ավելի լավ է տալ, քան ստանալ։ Եվ եղբայր կա այնտեղ, ավելի շուտ ասեմ հարևան կա այնտեղ, որ արդեն մի քանի տարի է իր վրա աշխատում եմ, ցանում եմ եւ հետաքրքիր է քանի հատ ինքը աստվածային ժամադրություններ ա ունեցել արդեն, գալիս է ինձ գախնի հետս կիսվում է եւ իմ հետ մի հատ հետաքրքիր մի բան կիսվեց։ Ասես գնացել էի սուպերմարկետում հերթի էի կանգնած եւ դեմս մի հատ հայր եւ իր տղան ապրանքներ էին արել եւ մեկ անցկացրեց աշխատողը եւ վերջում credit card-ը տվեց, credit card-ը decline արեց։ Հանեց մի հատ ապրանք, նորից decline արեց, հանեց մի ապրանք, նորից decline արեց։ Հետևից ասում եմ մարդիկ սկսեցին փնփնթալ, ինչ ես անում, անհամբերություն եւ այլն։ Մարդը արդեն ամաչելով մի հատ էլ ապրանք հանեց, որ ինչ անցկացնի, իմ հարևանն կանգնած ասեց ոչ մի բան մի հանի, ասեց բոլորն էլ հետ տեղդիր, ասեց ես եմ վճարել։ Մարդը ասեց չէ, նեղություն, ասեց չէ, ես երեխակ եւ դուք պետք է ուտեք, ես ինձ ուտելիքներն եք բան արել, բոլորս էլ այսպես օր ունենում ենք, մի հատ էլ հետևինի շուրակը ասում չես ամաչում։ Հանդիմանեց հետևին, հետևին ամաչեց իր փնփնթոցի համար։ Եվ ինձ եկավ ասեց, այնքան լավ զգացի ես ինձ։ Այնքան լավ զգացի, որ դեմինի ոչ թե որ միայն կարիքավոր են, ոչ թե միգուցե դժվար պահեր անցնում, միգուցե ով գիտի իրենց կյանքի մեջ, բայց այդ պահին իր մեջով անցավ եւ ինքը ասեց ես կվճարեմ։ Ու զգաց ինչ ուրախություն։ Սա երբ որ մենք տալիս ենք խոսքը ասում է be a cheerful giver, ուրախությամբ տուր։ Ինչու՞։ Որտեղ մենք պետք է իմանանք ոչ թե մենք անձամանի մեջը գումար ենք դնում եկեղեցին, սովորական ամեն կիրակի, ես ահա $20 կդնեմ, $1 կդնեմ, $5 կդնեմ, ինչ է։ No, դրեք ինչ որ սրտումը փոխում է ուրախությամբ։ Իմանալով որ տալիս ես լավ գործի համար, իմանալով որ տալիս ենք Աստծո գանձամանի մի իր թակավորության մեջ օգտագործելու համար։ Ամեն։ Բարձ նախոսքը։ Սիրում ես բացատրում է, մենք էլ խոսքը ասում ականջ ունենք լսենք, աչք ունենք տեսնենք, եթե սովորելու ենք Աստծո խոսքից, անենք այն ինչ որ նա մեզնից պահանջում է։ Լավ, խնդրեմ եղբայրներ, եթե առաջ կարող եք գալ, Մայք եղբայր, Սակո եղբայր եւ աղոթքով, Սակի ջան դու եթե կարաս գաս առաջև։ Եվ աղոթքով առաջնորդենք։ Փառք ենք տալիս քեզ Տեր, մեր զորավոր Հայր։ Քո խոսքը շարունակ ու շարունակ մեզ սովորեցնում է թե ինչպես ապրել մեր կյանքը։ Եվ ահա այդ եղբայրը որ կիսվում էր այս վկայություն, թե ինչպես ուրախ սրտով ինքը տվեց եւ ուրախացավ որ տվեց, ուրախացավ որ օգնեց։ Գումարը չի այստեղ Տեր, այլ ցանկացող սիրտը, a willful heart։ Երբ որ մենք քո թակավորության մեջ սերմեր ենք ցանում, ոչ կարող են ցեցերը կպնել, ոչ են կարող է փչանալ, no moth, no rust can touch it։ Դրա համար քո թակավորության մեջ ներդրում անելը միշտ վերադարձա բերում փրկություն, վերադարձա բերում վկայություն, վերադարձա բերում այն բաները, որ քո թակավորության մեջ փառք ու պատիվ լինում։ Շնորհակալ ենք Տեր մեր ամեն մեկի համար, որ մենք մեր ներդրումներն ենք դնում, մեր զոհերն ենք բերում, մեր տասանորդներն ենք բերում եւ ուրախությամբ եւ զվարճությամբ տանք։ Տանք այնպես իմանալով, որ սա քո թակավորության համար է Տեր։ Օրհնես եղբայրներիս, քույրերիս 30 անգամ, 60 անգամ եւ 100 անգամ, ինչպես քո խոսքն ասում,
օրհնված լինեն, թող բարգավաճի իրենց գործերը, ընտանիքը, առողջականը։ Տեր, քանի որ մենք շարունակ ու շարունակ քեզ ենք տալիս փառք ու պատիվ Հիսուսի անունով, ամեն։ Բարելուս բոլորի։ Սակո ոնց ես։ Մանուշակուրդը ոնց ես։ Պարկասու։ Բոլոր լավ են։ Ամեն։ Բարի եք եկած։ Գամ եկը որ առաջին անգամ եք ուկա։ Իս մեզ ա։ Բոլոր բարի եք եկած։ Դերը գամի կալ գիրագի չէ, մյուս գիրագի 23-ն է, ինչ է այդ օրը։ Գիրագի է, ինչ է այդ օրը։ Thanksgiving-ի կողապանության ճաշկերու պիտենան հոս։ Եվ որ եկեղեցի կանք դերևս քիչ մը տարբեր փոփոխություն լա, բայց եվ որ եկեղեցին կվերջանա, դուրս պիտի ելանք և մենք ոս արակմը սեղանները պիտասավորենք, որպեսի միասնապար Thanksgiving-ի կողապական ջաշն ենք միասին։ Սել է որ մեկ բան։ Դունը ջաշ պիտի չի եպեք, կամալ ջաշարանը reservation պիտի չնենք։ Հոս ռեզերվ եղած է արդեն։ Չիդակ է։ Ինչ կուզեք ուդել։ Դրկի, լավ, դրկի գնենք։ Դրկի գնենք, բայց պիտի խնդրեմ, որ բոլոր սալ հոսրլանք և ասանք հոգևոր ընդանիք սեղանի շուրջ, ասիկա առաջի եկեղեցին ամեն օր գներ։ Հավատացյանները կողկովի կուկային և հաց կգդրեին և ամիմար ճաշը կպերեր միասին ուդեին։ Ես շատ կսիրեմ մեծ ընդանիոք ջաշ ուդել։ Պաստը եթե հայ ենք, մենք ալադի կսիրենք։ Ուրեմն, ես կսպասեմ երկու շաբաթ վերջը, անցյալները հայտարարեցի, որ որոնք որ սեղանները, որ մենք դուրսը սեղան գտնենք, յա 6 ոտնոց։ 4 հատ ինձի խոստվին, որ պիտի բերեն, և պիտի խնդրեմ, որ կալ գիրագի բերեք, որ մենք շաբլուա մեջ պիտի տասավորենք։ 4 3 հատակ պետք ունի։ Ես 2 հատ թուրս ունեմ թրված փակը, բայց բերելու կարողություն չունեմ։ Ես 2 հատ ես կբերեմ։ 2 հատ տուն կբերես, 1 հատալ։ Okay. Գլա։ Ուրեմն 2 հատալ կուկա կտասավորվի։ Չեք մորնար, կալ գիրագի աջիս բերեք, որպեսի տասավորենք։ Մնացածը ամեն ինչ տեկեր գլա և միասնապար շատ կեղեցիկ պահ պիտի ունենանք ամսուն 23-ին միասին պիտի ուդենք, պիտի երկենք և վստահ եմ որ ուրիշ կարգարչունա բիլլա անամպեր սպասեցեք ինձի պես, եղավ երորդն է։
երկերը ինչպես Աստծո խոսքը երկերը լսում եք ինձ երկերը եւ երկերի բառերը Աստծո խոսքի նման գոնե ինձի համար տեսնեք գոնե ինձի համար ինչպես ասում են հոգևոր սնունդ եւ այդ երբ որ երգում են կամ բառերը իմ միտքս ուշադրությունս բառերի մեջ եւ որպես աղոտ, որպես երկրպագություն եւ ինձ զորություն ա տալի եւ ինձ օրհնություն անում վստահ հույսով եմ ձեզ էլ նույնպես եւ չենք երգում հենց այնպես գիտեք եւ ինչպես Աստծո խոսքն է մեզի ուժ տալի, զորություն տալի, սովորեցնում այս երգերը Աստծուն երկրպագում ենք եւ բաչե եղբայրը շատ անգամ կրկնել ասա որ ամեն ինչ երբ որ վերջանա երկինք հասնենք Աստծո խոսքը պետք չունենք կարդալու միայն երկրպագություն պիտի լինի ինչպես բաչե եղբայրն ասում մի բանից բարձրվենք եւ երկենք սրտանց, երկենք Տերոջը իր ներկայության մեջ ենք գտնվում եւ այս երգը որ երկար ժամանակ է որ չենք երգել ընդհանրապես աշխուժ երգերը կարծես մարդուն ավելի ոգևոր են, բայց այս երգը շատ տենց թրվռալի երգ չի, բայց աղոթք է այս երգը եւ Տերոջն ենք հանձնվում եւ գանք Տերոջը ինչպես որ ենք բաց լինենք, պարզ լինենք, անկեղծ լինենք եւ իրոք երբ որ կերգես բառերը կարտահայտես Աստծուն քո առջևը ունեցիր, քո մտքի մեջ ունեցիր, քո սրտի մեջ ունեցիր, որովհետեւ Գիտակցաբար երգելով պիտի ավելի զգաս Աստծո ներկայությունը, պիտի զգաս Աստծո օրհնությունը քո վրա եւ Տերը քեզ պիտի խոսա եւ քեզ պիտի հայտնի այն ինչ որ քեզ պետք է, ինչպես երգեցինք սրանից առաջ, որ թող որ իր կամքը լինի եւ այս երգը աղոթք է եւ թող վստահ եմ բոլորս ունենք խնդիրներ, հարցեր եւ ամեն բան հանձնենք Աստծո եւ Տերը պիտի հոգա մեզ պետք է արդեն խոստացել է եւ նաեւ այնինչ որ եթե կարիք չունես ոչ մի բանի Աստծուն խնդրելու, կողքինիդ համար խնդրի, բարեկամիդ համար խնդրի, ազգականիդ համար խնդրի, որովհետեւ եթե իհարկե չունես, վստահ եմ ունես, բայց մեր գործն է նաեւ ոչ թե որ մենք մեր մասին մտածենք կամ միայն մեզ օգնություն լինի, մեզ համար անձնական իհարկե, բայց նաեւ Հիսուս չեկավ իրեն ցույց տալու համար, եկավ մեզ համար եւ թողեց այն ինչ որ մենք էլ անելու ենք ուրիշի համար։ Երկենք այս եթե կուզես հայերեն տարբերակը 339-րդ երգը կարմիր մեր երգարանի մեջ կգտնես 3:3-9 Jesus, I surrender all.
Ամեն։ Ես կարծում եմ աղանը մենակ ոչ բան չի կարող անել սրանից հետո։ Եթե աղջիկը կողքը չլինի։ Բոլորովին հասկանում եմ այդ ուրախությունը, երբ որ աղջիկդ ինքն էլ երբ որ լինում է մեր հետ, շատ հաճելի է լսել իրանց ձայները։ Գիտեք, մենք հատկապես մայրիկները վային վալես սոխակի ձայն ունի։ Արտակ աստված օրհնյալ եք։ Իսկապես ծաղկացնում ենք, երբ որ Աստծո թագավորության մեջ մեր բաժինն ենք բերում։ Աղոթքով առաջնորդվենք։ Տեր իմ Աստվածս այս պահը այս ժամը հասնում եմ քո ձեռքերի մեջ քո սուրբ հոգու առաջնորդությամբ առաջնորդես ինձ, խոսես իմ միջոցով, քանի որ դու ամեն մի եղբորս քրոջս կարիքները գիտես ինձ մտքերի մեջով անցնող բոլոր ամեն բանը այս պահին թող խաղաղության մեջ լինեն, Տեր քո խոսքը թող լսեն եւ խոսիր իրենց հետ քո խոսքով, Տեր իմ միջոցով ամեն մեկի հետ խոսիր եւ թող ինձ սրտերը մտքերը ամբողջովին լցվի քո սուրբ հոգով եւ լցված հոգեվոր սնունդով վերադառնանք մեր տները, մեր գործերը։ Փառք ու պատիվ քեզ ենք տալիս, Տեր, շարունակ շնորհ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Հալելույա։ I surrender all. Ինչ հեշտությամբ ենք երկում, չէ՞, բոլորովին հանձնվել, բայց ինչքան դժվար է։ Հեշտությամբ ենք ասում, I surrender all, բայց ինչ դժվար է բոլորովին հանձնել։ Շարունակ ու շարունակ օրինակներ մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ, որ Հիսուսը կանչում է մարդկանց ասելով հանձնվիր, դուր, Ղուկաս 10-ի մեջ ասում է ծախի ամեն ինչ եւ հետևի ինձի։ Չի ասում, որ այդ միտք ունի շատ խորը, բայց ամենայն դեպս ինչ ուզում հանձնվի, surrender, որ մենք բոլորովին իրան հետևենք։ Հալելույա։ Ուզում եմ մի հատ հետաքրքիր ոչ թե լուր մի բան, որ սրտից մեջ ա եղել եւ ես մտածում եմ սրա մասին, ունենք որոշ գումարից դեռ որոշ չափի երիտասարդներ. We have a group of young adults and I see Alexander joining us and I see the ladies in the back, Christopher, Evan. Ladies, I don't know your names. I gotta know your names. My fault. In Merkina, in Tremasum, I want to organize a bonfire, okay, at Duckwilder Beach. Humbov, Ganagndech, Marshmallows, Evaiden, Alexa, Bolorit, Uzum says that chat group Stetson, Ev Skse Kamas says that Takakis, Jamanakamek Iraetanek. Love idea, yeah? We can do this, yeah? Parkas, so Sam asked me, yes. Hallelujah. So please, if I don't have your information, come tell me in Zikag afterwards this thing. I saw Ravult, yes, in alarmus, Ruserem Budilnikas, Jamutanske Sedere, Patsinganske Sarnetsi, Parushima, and Turkey. Հետքնեցի, 620 զարթնեցի, հետքնեցի, 7-ից զարթնեցի, ասի լավ, զարթնում ենք, ուրմն ստեղ տիրոջը ժամանակի անցկացնելու բանկա, հակնվեցին, բանայեցին, ու եկերեցի, ու այստեղ աղոտքով պատրաստվեցի այսօրվա պաշտամունքին, հոգով, մտքով։ Եվ ես ես հետ ուզում եմ սեներկիսվեմ հետաքրքիր համար, որ կարծում եմ ինձ պետք կլինի 3 կիրակի ամփոփելու համար, վերջացնելու այս համարը միգուցե, տեսնենք ինչպես կանցնի, որը Ղուկաս 12-ն է, Luke chapter 12։ Ինչու այս համարը միգուցե անցյալում ես կիսված կլեմ ձեզ հետ, perhaps I share with you before, but anyway, ես իմ կյանքիս մեջ 2 անգամ Աստծոց երազ եմ տեսել, հատուկ համարների համար։ Պատկերացեք ստեղ լրիվ մութ լինի և կիսվել եմ ձեզ հետ, բայց միգուցե ոչ բոլորդ եք ներկա եղել։ Պատկերացեք լրիվ մութ լինի և ընդեղից
Են spotlight-ները կան, որ մեծսեց կլոր մի հատ։ Լրիվ մոտ լինի ունդ էիք մի հատ լույս կա այստեղ բեմի վրա, և այդ լույսի մեջը համար գրվի։ Առաջինը ես ստացա, երբ որ Լաս Վեգասում էի և մեջը գրված է դատավորած 6:12-ը, որը Տերը իմ հետ անհատական էր, համար տալիս։ Judges 6:12, հիշում եք, եթե ես Մայկայել էի վերել, որտև այդ երեկո գնացի սերտողության, և եղբայրներից մեկը, որ շատ շփում չունեի իր հետ, մեծ եկեղեցի է, 10,000 հոգիանոց, և ես եղբայրը, ես ընդեմ նստած դե շշված վիճակում, թե ես ինչ համար Տերը ինձ տվեց։ Եղբայրը մոտեցավ ինձի կապույտ մայկա տվեց, ասեց Տերը իմ սրտումս դրել, I want to give you this t-shirt, the Lord put it on my heart։ Ես ասեցի, okay, կապույտ բար, սպիտակ, ասում սպիտակ կապույտ բար, ոչ բար։ Երբ որ ինքը գնաց, վերցեցի մայքեն, շուր տվեցի և հետևը հենց դատավորած 6:12-ը գրած է զորավոր զինվոր, ես քո հետ եմ։ Մինչև այսօր ես այդ մայքան այդ շապիկը բոլորովին ոնց որ մաշված եմ չի, տարիներ հետո։ Այսինքն Աստված ամեն մեկիս տեսնում է ուրիշ աչքով, ուրիշ լենզով, քան մենք ենք տեսնում։ Ես հայերի մեջ կանգնելով զորավոր զինվոր չեմ տեսնում։ Բայց Աստված այդպես ինձի տեսավ։ Եվ այդպես ինձի երազի մեջ այդ համարը տվեց։ Տարիները առաջ գցենք, մեծ խումբով նորը սկսում էի արդեն միսիոներական ճանապարհների անցկացնել, Աստվածաշնչյան դպրոցը գնալ եւ այլն, եւ Սակրամենտո գնացինք մեծ խումբով։ Այնտեղ հյուրանոցում պարկած քնած նորից նույնպես լույսը կպվեց բեմին, այս անգամ մեջը գրած Ղուկաս 12-ը։ Նորից շշմած առավոտյան զարթնեցի, Բովիվին Փասպալին ասեցի, Pastor, սենց մի հատ, ու նայք, երազը տեսել եմ համարը կա, բայց Աստվածաշունչը չեմ բացել, որ մենք կարդամ տեսնեմ ինչը։ Ասեց, նայել ես համարը, ասի, չէ, բաց նայի։ Նայեցի և այս համարն էր, որ Հիսուսը իր աշակերտներին իրենց ճամփորդությունն է ցույց տալիս։ Հասկացա այդ որ Տերը ինչ համարի մեջ գրված է, իմ կյանքիս մեջ այս բաները ստացվելու են։ Այս բաների համարը, ինչպես իր աշակերտների համար։ A navigation for ministry։ Բարձ էր, որ արդեն Տերը ինձ տանում էր դեպի full-time ministry։ Կանչելով ինձ իր հովության, որը ես չգիտեի ապագայում։ Ես կարծում եմ ինձ ավետարանչությամբ լինի ինչպես մեծ հայրս, պապիկս։ I always thought I'm going to be an evangelist, just like my grandfather. And I love evangelizing, սիրում եմ մարդկանց հետ կիսվել, խոսել Աստծո մասին, բայց զգացի հետո ապագայում, որ հովության է Տերը կանչում ինձ։ Եվ զգացի, որ հովիվ լինելը, պատմելի լինելը, ավետարանիչ լինելը, ուսուցիչ լինելը, ուսուցչուհի, ավետարանչուհի, մարգարեի, մարգարե եւ այլն, բոլորն էլ կարող են քարոզել։ Բայց ամեն մեկի կանչը տարբեր է սիրելիներ։ Սիրտը տարբեր է։ Շատ մարդիկ կարող են խոսել քարոզել, շատերը դուք այստեղ բոլորը կարող եք քարոզել տարբեր ձևի, տարբեր բեմերից։ Ես բեմի գիժ չեմ։ Ինձ համար որևէ միտեղ բեմը, ինչպես որ Հիսուսն է անում։ Բայց ամենակարևոր մի բան այստեղ, որ ճանաչել մեր կանչը, հասկանալ ինչու համար է մեր նպատակը այս աշխարհի մեջ։ What's our purpose? Once we know our purpose, life becomes easy. Ես շատ բաներ եմ ուզում այստեղ թռնեմ այնտեղ եմ, բայց ինչպես որ Արաքյալն ասում, ձեր փակալացված եմ ես։ I'm handcuffed into the will of God. Կուզենամ հելնեմ այստեղ, կուզենամ այնտեղ, բայց հետ եմ գալիս թռվռալ կարիք չկա։ You know your purpose. Եվ այդպեսով ուզում եմ առաջի 12 համարը Ղուկասի սկսենք։ I want to read chapter 12, the first 12 verses. That we're going to cover only that today. Միայն առաջի 12-ը Մինչ հազարավոր մարդիկ խրվում էին նրա շուրջը իրար կողք կտրելով աստիճան, սկսեց իր աշակերտներին ասել,
Ամեն բանից առաջ զգուշացեք փարիսեցիների թթխմորից, որը կեղծավորություն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չի հայտնվի եւ գախնի բան, որ չի մացվի։ Ուստի ինչ որ ասեք խավարում լույսի մեջ պիտի լսվի եւ ինչ որ առանց նասենյակում ականջից փսփսակ կտուրների վրա պիտի հայտարարվի։ Բայց ասում եմ ձեզ, իմ բարեկամներին, մի վախեցեք նրանից, որ սպասում են մարմին, մի վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը, բայց դրանից հետո ավելի ոչինչ չեն կարող անել։ Այդ զգուշացեք ձեզ, թե ումից պետք է վախենաք։ Նրանից վախեցեք, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխքը գցելու։ Այո, ասում եմ ձեզ, նրանից վախեցեք։ Չէ որ 5 ճնճռուկը 2 գրոշով է վաճառվում, այսինքն 1 penny։ Եվ նրանցից ոչ մեկն է Աստծո կողմից մոռացված չի։ Բայց նույնիսկ ձեր գլխի մազերի բոլոր հաշված են։ Ուստի մի վախեցեք, դուք շատ ճնճռուկներից ավելի արժևակավոր եք։ Պատկերացեք, ինչ մանուկ ձևով Տերը մեր մասին խոսում է։ Նույնպես ասում եմ ձեզ, ով ինձ կդավանի մարդկանց առջև, մարդու որդին է նրան կդավանի Աստծո հեշտակների առջև, եւ ով ինձ ուրանա, մարդկանց առջև պիտի ուրացվի Աստծո հեշտակների առջև։ Ով մարդու որդու դեմ մի խոսք ասի, պիտի ներվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգու դեմ հայություն անի, նրան չի ներվի։ Եվ երբ ձեզ տանեն ժողովարանների կամ դատավորների կամ իշխանությունների առջև, մի մտահոգվեք, թե ինչ եւ ինչպես պատասխանեք կամ ինչ ասեք, որովհետեւ Սուրբ Հոգին այդ նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ է պետք ասեք։ Ինչպես Պավելի Մատուսյանը ասում է միշտ, օրհնյալ լինի Աստծո խոսքը։ Սա առաջի 12 համարներն են 59 համարներից, երկար համարներից մեկն Աստծո խոսքի մեջ, եւ ճամփորդություն է ցույց տալիս։ Սա մի ամիս առաջ է, որ Հիսուսը խաչվելու է։ Եվ իր աշակերտները արդեն 3 տարի է իր հետ են, եւ այս վերջնական ճամփորդությունը ձեր ճանապարհի մեջ ինչերի դուք կհանդիպեք։ Ինչ տարբեր բաներ ձեզ հետ առաջ կգա։ Տարիներ առաջ, երբ որ հեռուստակային չկար ռադիո էր, ռադիոյով բաներ կային, ծրագիրներ կային։ Yes, this is a true story on a radio station. It was a talk show about children. Երեխաների համար էր։ Եվ մի մարդ սիրով երեխաների մասին, հետաքրքիր հեքիաթներով, պոեմներով, saying what beautiful things about children. It's a children's show on radio. Բայց իրեն չի հետաքրքիր այդ ռադիո կամ մարդիկ ռադիոին են նայում։ Ինչպես մի անգամ մեկը զանգեց, ասեց սպիկերի վրա եք դրել, ասեցի այո, բայց մենք չես հեռախոսի նայում։ Եվ այս մարդը այսպես խոսում էր, he's just talking about his radio show, եւ երբ որ Reclami ժամանակ, it was time for a commercial. Դադարում էր միկրոֆոնը անջատում էին. But they forgot this time to turn off his microphone. Այս անգամ մոռացան միկրոֆոնը անջատել. Եվ այս մարդու իսկական զգացմունքը երեխաների դեմ դուրս եկավ. This guy began to say all kinds of negative things about spoiled brats, this, that, all the negative stuff. Needless to say, he no longer had a job. Մարդու կեղծավորությունը, hypocrisy, այս անգամ ինչպես խոսք ասեց բացահայտվեց։ Եվ այս մարդը, որ այսպես ներկայանում էր, տեսնում դուրսից, որ ինքը իսկապես ոչ մի սեր չուներ, փողի համար միգուցե անում էր, ամենայն դեպս
ամեն բան դրսևորվեց։ Այսօր որ նայում ենք աշխարհի մեջ, some of the biggest hypocrites are the politicians. Եթե նայում ես կեղծավորներ քաղաքականության մեջ ինչ ստախոսություն, ինչ ահավոր բաներ է կատարվում, սիրտը դա խառնում եւ զարմանում են, թե ինչու մարդիկ այդ բոլորովին վստահություն են կորցրել քաղաքական անձերի մոտ։ Բոլորովին վստահություն գոյություն չունի։ Այդ կեղծավորությունը բոլորովին մարդուն հիասթափացնում է։ Բարձորեն basically, the Lord is saying, just simply be straight, don't be hypocritical. Be honest with yourself and those around you. Անկեղծերի ասում ասա։ Բարձերի։ Ինչ որ կաս ներկայացի, ես շատ եմ սիրում իմ հովիվին Լաս Վեգասում անը Փոլ Գուլեր, ես այն մասին շատ չեմ խոսացել, փորձում եմ շատ բաներ չասեմ, բայց մի բան կար իր մասին, որ ինքը բեմից, he was very transparent. Very transparent, շատ բարձր, շատ թափանցիկ էր ինքը։ Ներկայանում էր ինքը, ինչպես իր ընտանիքին շատ անգամ բաներ կասենք, pastor, էդի պետք չի որ ասես մեզի։ Եվ իր ընտանիքի անդամները կասեն, հերիքա մեր մասին բեմից խոսել, հիմա նույնն է, երիմ երեխեքն են ասում ինձի։ Եթե հիշում եք մի անգամ, աղջիկ մեր մասին բան չասես։ Էլի ասեցի։ Սիրում ենք մեր ընտանիքը, սիրում ենք մեր երեխեքը եւ այն, բայց գիտես ինչ Տերը սիրում է թափանցիկ, սիրում է պարզ։ Եվ եկեղեցին այդպես բայց դժբախտաբար սիրելիներ, երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ, տեսնում ենք Ղողոտացիների գրքի մեջ ինչեր ասում։ Ասում է, այ խելացիներ, ես ձեզի ինչ սովորացեցի, ով ձեզի կախարդեց։ Եկեղեցին ասում է, ով ձեզ կախարդեց Պողոս Արաքյալը, ինչ սովորացեցի, ինչի հետևից եք անգելոք հիմա։ Որտեղ եկեղեցին, երբ որ շեղվում է, Աստծո խոսքը իր հիմքը չի, մենք շատ լավ բաներ երգում ենք, շատ լավ խոսքեր խոսում ենք, քարոզներ անում ենք, բայց եթե մեր սիրտը մաքուր չի, մեր սիրտը ներող չի կարող պարզ եւ թափանցիկ լինել։ Կարևոր է, որ մեր սիրտը միշտ մաքուր պահենք, աշխատենք դրա, որտեղ մեր 4 կողմ այնքան բաներ է կատարվում։ Մեքենա քշելու ժամանակ ամեն տեսակի մարդ Այդ պապեմ, հետաքրքիր է։ Քշեցի, հասա մի հատ Angela անունով մեկի։ Հիմա որտեղ որ կանգնել եմ, ցույց է տալիս, որ ինքը կողքս է։ Երկու երիտասարդ աղջիկներ նստած են ստե դեմս, իրար հետ գինի են խմում, խոսում են։ Ասում եմ, սրանք են։ Սրմեցի մոտը, որ ես հասել եմ, I arrived։ Ոչ մի պատասխան, ոչ մի բան, ստեղ, ես կան մոտիկ ավտոս կան, դա են նստած են ընդեր։ Լավ ասեցի մի հատ, մեկը դրան սիգարետը միացեցին, իրար հետ ծխում են, հելացին, Angela, yes։ Ասում եմ, եկել եմ, հասել եմ, մենք կողքդ կանգնել եմ, քիչանում վրեն քշեմ, չես ուզում մեքենան մտնես։ Ով ասում եմ, մենք նոր սիգարետը միացեցինք, դու կուզես, ասի, չէ, չեմ ուզում։ Կուզես արի մեր հետ նստի, չէ, մերսի։ Վերջ եկան ավտում նստեցի, տարան։ Իրով որ նայում ես աշխարհքը ու այնքան մարդիկ են մեքենան նստում սիրելն են, որ փնտրում են մի բան, որ հագեցնի իրենց։ They want something to fulfill their hearts. They're looking something to fill the emptiness. Այդ ինչ որ փուջա։ Համար 4-7 in this passage, verses 4 to 7, the Lord is comforting me and you just like his disciples. Our Father knows about me and you, and he cares about me and you, concerned about the little things about me and you. Նայես համաների մեջ ինչ է տակրքիզ եղա, իր աշակերտներին ասում է, ինձ և քեզ ասում է, մեզ քաջալիրում է, մխիթարում է, նույնիսկ մեր մազի քանակը նա ճանաչում է։ Ասում է, ճնճղուկին, որ ես նայում եմ, դու ավելին չես։
Գիտեք, երբ որ ես սկսում եմ կարդալ ժամանակը մեկ մտնում եմ Լուկաս 12-ը, ինձ հիշացնում է ներսես սա քո ճանապարհն է։ Արման սա քո ճանապարհն է, Վաչի սա քո ճանապարհն է։ Էսի մեր ճանապարհն է, այս ճանապարհի մեջ անցնելու ենք տարբեր բաների մեջով։ Եվ ինչեր որ ասում ենք, մի մոռացի, որ ինչքան կարևոր ես դու։ Մի մոռացի, որ ես քո ամենամանր բաների մասին ծանոթ եմ։ Ես ճանաչում եմ քեզ։ Ես եմ քեզի ստեղծել մոր ворգային մեջ։ Իմ ձեռքից ստորագրության արդյունքն ես դու։ You are my creation. The very little things he cares about us. Եղբայր կա, իրան ասում էի, ինչի չես աղոտում, ասում ես փոքր բանը եղիպտի աստծո խանգար եմ։ Փոքր, հենց այդ փոքր բաներն այլ է ուզում ինքը։ Ամեն ինչի մեջ նա ուզում է մեզ հետ, պապան մեր ուզում է, մեր հետ լինի, մեզի ցույց տա, մեզի սովորեցնի։ Առաջնորդի մեզ ամեն քայլափոխի 8-ից 12 համարները, որը Հիսուսին ներկայացնել, confess Christ before men։ Նույնպես ասում եմ ձեզ, ով ինձ կդավանի մարդկանց առջև, մարդու որդին էլ նրան կդավանի Աստծո հրեշտակների առջև։ Ինչ կարևոր է, որ մենք դավանենք Հիսուս Քրիստոսին։ Եթե հիշում եք, ասեցի, չգիտեմ, մի տարի առաջ էր, 2 տարի առաջ ասեցի, եթե ամեն մեկս մի հոգի ավելացնենք ամբողջ տարվա մեջ։ Մի հոգի եթե ավելացնենք ամբողջ տարվա մեջ, նստելու տեղ չի, մեկ հոգի։ Եթե դավանենք, եթե հրավիրենք նույնիսկ մի քարոզի, հրավիրի։ Երբ որ մենք դավանում ենք, արդյունքն ենք տեսնում, Սուրբ Հոգին կգործի սիրելիներ, գործը կկատարի իրա։ Եվ հետո երբ որ մենք գալիս այդ մեկին լավ նայենք, նոր եղբայր է մտնում, նոր քույր է, կարող է մազերը բիզբիզ է, կարող է գունավոր է, կարող է նագորկանել ունի ամեն տեղ։ Վերցրեք, եղբորը քրոջ ընդունենք, որը զգա ինքը ես նոր տան մեջ է եկել, զգա որ սա կարա իրա տունը լինի, զգա տակությունը, warmth of the church։ Սա կարևոր բաներ են, որ մենք պետք է կատարենք, մենք մոռանում ենք, մենք եղբայրներով ամսվա առաջի շաբաթը մենք պետք է իրար հետ հավաքվենք աղոթքի եւ մենք մոռանում ենք նույնիսկ օրերը պահելու, ժամերը պահելու։ Բայց եղբայրը շատերից գրում է, վարկում է տեքստեր եւ այլն, պարտաճանաչ պետք է լինենք դրա մեջ։ Կարևոր բան կա, երբ որ խոսքը մեզ ասում է, գրված է։ How amazing, how awesome it is when brothers are together in one place. Ինչ կանչելի, ինչ հաճելի, երբ որ եղբայր մեկտեղ են իրարու հետ։ We gotta do it. Պարզորեն։ Nothing more, nothing less, պետք է ամեն մեկս ես էլ հետը։ Մենակ խոսալով չի, կողմիցը քարոզելով չի։ Ես էլ իմ բաժինս, ամեն մեկս մեր բաժինը։ Երբ որ անենք դառնում անտանենք դառնում է եկեղեցի։ Եվ ուզում եմ այս 3 բաները կիսվեմ ձեզ հետ եւ ամփոփենք այսօրվա առաջի բաժինը Լուկաս 12-ից։ Հիսուսը իրեն սովորեցրեց որոշում ներկայացնել. To make a decision, we have to make decisions. What kind of decision? We must know the truth and accept it. Մենք պետք է իմանանք ճշմարտությունը, ոչ թե իրականությունը, այլ ճշմարտությունը։ Մենք պետք է իմանանք ճշմարտությունը եւ ընդունենք։ And to receive it. Be strong and courageous, the Bible says. Խիզախ եղիր։ Խոսքը մեզի սովորեցնում է. In this day of age, we need more and more men and women of God to be courageous. If we don't spread the gospel, then who? Եթե մենք չտարածենք Աստծո խոսքը, ով? Եթե մենք չկիսվենք, ով? Ժողովրդի ջներություն։ Նույնպես ասում եմ ձեզ, ով ինձ կդավանի մարդկանց առջև, մարդու որդին նրանց կդավանի Աստծո հրեշտակների առջև։ Որոշում, it's a decision. It's a decision we have to make according to Scripture. Ինչպես որ խոսքի մեջ գրված է. Servanthood,
ծառայել։ Երկրորդը ծառայել։ We must find the need and fill it. Գտնենք կարիքը եւ լրացնենք։ Այսօր մեր եղբայրը Հովհաննեսը մեր հետ չի։ There was a need. Միշան հելավ վերև բաները լցրեց, Լիլիթը հելավ վերև կատարեց բաները դրեց, բարերը դրեց։ They saw the need and they filled it. Կարիքը տեսան եւ մտան եւ կատարեցին։ Եվ ամեն մեկս պետք է միշտ մեր գլուխը ինձի Mike Garfield-ը միշտ կասեր have your head on a swivel։ Այսինքն գլուխը միշտ այսպես ուշադիր եղի։ Ասես ճամբարի մեջ ունենք այսքան 50-60 հատ երիտասարդներ, որ հայր չունեն, ուշադիր եղի։ Սխալ բան չլինի, ուշադիր եղի։ Have your head on a swivel։ Տես Աստուծո մեջ ինչ կար։ Շարունակ ես միջազգային եկեղեցի դպրոցը հիշում եմ իմ տնօրենը Բաբմիկս Հունաստանցի եղբայր եւ բորդի մեջ մտավ մեր անհայրերը խեքի այս մարդը principal-ը դպրոցի տնօրենը քայլելով որտեղ տարածքում դպրոցի թուղթ տեսներ կվերցներ աղբը միշտ ձեռքով քիշներ աղբը կվերցներ տաներ աղբը միշտ ինձ համար դա այնպեսի մեծ օրինակ էր Ինչ մեծ խոնարհության չէր ասի հավաքարար ունենք We have a janitor, they should clean it. No, ինքը ձեռքով կվերցներ տապեր եւ երբեք մի օր չէր ասի ես քո գործն եմ անում կամ այդ խոնարհությունը որպես տնօրեն է ինչ հոյակա Քրիստոսի նկար էր, պատկեր էր Someone need and filled it, չասեց ուրիշ մեկը We have to do that. Մենք պետք է դա կատարենք, անենք Տիրոջ թագավորության մեջ։ Jesus is teaching his disciples, me and you, երկուսից մեզ սովորացնում է իր աշակերտների հետ, not to turn away from things that are needed in ministry. If not me, then who? Ask yourself this question. Հարցը դուր քեզ։ Կարող է քեզ դրտի մի քիչ It may encourage you, might motivate you. It might make you think. If not you, then who? Why do we wait for somebody else to do something where you can do it? Գիտեք, ինչքան հաճելի է, երբ որ նայում եմ եւ տեսնում եմ ստեղ Ալեքսանդրը գալիս երկելու, աղջիկսա մեկ գալի երկելու, Արմանն ու Միշան իրարու հետ մի հատ հետաքրքիր ուրիշ մի բան, փոփոխությունները միշտ հաճելի է եկեղեցի Սեն է մենք մեր տունը, մեր սենյակը, ոմանքը, որ առնում եք կահույքը, ատես 10 տարի մնում է։ Փոխում եք, չէ։ Ժամանակը մենք մի քիչ էսի սենց ենք անում, մի քիչ էնի սենց ենք անում, էսի փոխում եք ստեղ, փոփոխություն ենք ուզում։ Սեն է ասում տունն են անում ուզում։ Մենք շատ անգամ սովոր ենք ինչ որ տեսնում ենք, բայց կարող է մի քիչ պետք է մի բան փոփոխվի, մի բան ավելացվի, մտածենք, խոսենք, չմտնենք հելենք, ներս դուրս, ոնց որ revolving են կաբոյական կինոն տեսնում ես, կաբոյներ մտնում, տշում մտնում, հետը դուրը հետևենք ու գալիս է, no, մտնենք, նայենք, մերն է, this is ours, it's ours, this is մեր տունն է, կարող է նայեք ասեք, գիտես ինչ հետը մի հատ էսի սենց արենք, Ամեն մեկս տարբեր տեսիկ աչք ունենք և այդպեսով մեկս մյուսին մենք կարան օգտակարն ենք և վերջի համար, վերջի կետը, երրորդ կետը, determination Երբ մի բանի հետևից ընկնում ես, մի բանի հետևից ուզում ես you're determined to do it, դու ցանկանում ես ուզում ես, կատարած լինես Նայեք 12-րդ համարի մեջ ասում է, որովհետև Սուրբ Հոգին այդ նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պետք է ասեք։ The Holy Spirit will tell you what you need to say. We must face a challenge and meet it. Ամեն մեկս մեր կյանքի մեջ տարբեր բաների մեջով կանցնենք։ Մի վախեցեք։ Face it. Face the challenge. Be determined. The Holy Spirit will guide you. Սուրբ Հոգին կառաջնորդի եւ կհաղթես. Face it and meet it. Too often Christians, when they face challenges in life, they quit.
Շատ եմ տեսել ծառայության մեջ, կյանքիս մեջ, Լաս Վեգասից մտնած ամեն տեղ, Հայաստան, այստեղ կլսեմ, որ դժվարության մեջով մարդիկ անցնում են և հանձնվում են։ Հիշում եմ ինչ լավ մի հատ օրինակ տվեց Սասուն եղբայրը, երբ ինքը անցնում է դժվարության մեջով և ինքը լսեց Արթուր Սիմոնյանը քարոզելուց։ Եվ գիտես ինչ էր, երբ Արթուր Սիմոնյանը իր 21 տարեկան աղջկան կորցրեց։ Կյանսերից մահացավ իր աղջիկը։ Քեզ պանչի ոչ մի ծնող չի ուզում տեսնի զավակը կործան։ Ոչ թե կործանի ներողություն կծաս աշխակից շուտ ավարտի։ Ժամանակից շուտ ավարտի։ Եվ այդ քարոզը այնպես քաջալերող էր, որ իրեն հպեց իր կյանքին օգնեց և իր կյանքը 180 աստիճան հեղափոխվեց։ Մենք չգիտենք ինչ խոսք ում հետ ոնց կխոսի, բայց կարևորը, որ երբ որ դժվարության մեջով մի անցիր մենակդ։ Հիսուսը զույգ սաղն է, two by two is in the mouth. So if one falls, the other one will help him out. Շատ անգամ եթե զույգ գնանք, շատ տեղերում քաջալերվում ես իրար հետ։ Մենք այդ մյուսին օգնում ենք, we help one another։ Եվ դա կարևոր է։ Սովորացնում է Հիսուսը, որ սա ճամփորդության մեջ անցնելու է։ It's going to happen. Jesus knew his disciples were going to face challenges. Հիսուս գիտեր, որ իր աշակերտները խելագար փորձառության մեջով են անցնելու։ So do we in our life. Մենք էլ նույնպես անցնելու ենք և անցնում ենք։ And he is encouraging us to meet the challenges, not quit serving, not quit loving, not quit doing things for the kingdom. We do things in our own comfort. Discipline yourself to do things out of your comfort. Չանենք ամեն ինչը, որտեղ հարմար է, չանենք ամեն ինչը, որտեղ տրաֆիկ չկա, չանենք ամեն ինչը, երբ որ ժամանակ ունեմ, անենք որոշ բաներ comfort-ից դուրս, անենք որոշ բաներ, որ կարող տրաֆիկի մեջ պետք է հասնես։ Մենք միայն անում ենք այն բաները, որ մեզի պետք է, բայց շատ անգամ Աստծո թագավորության մեջ գիտեք ինչ է չէ։ Իրանի անենք։ Ինձ համար այս համարները, երբ որ Աստված տվեց երազի միջոցով, երկու անգամն էլ ես առավոտները արթնացա շշմաց։ Ոնց որ չգիտեմ ինչի մեջով անցել է սիրելիներ։ Պատկերացրեք, բժշկած նստես, համար տա քեզ գիշերով, եւ դու առավոտյան արթնանաս, ու համարն էլ չնայես։ Wake up in the morning and you don't even look at the scriptures that the Lord just gave you. Գիտեք ինչ զորավոր մի բան է։ Երազը տալիս և քեզի ասում դու զորավոր զինվոր ես։ Ես խմնում ես նայում ես այլի մեջ։ Քեզի Տերը ասում դու ես Տեր ես։ Դու խմնում ես, որ թակույկ կարասնում ես։ Մենք մեր արժեքը Աստծո աչքով չգիտենք։ We don't know our value. God calls us royalty. Թագավորության մեջ ենք մենք, բայց մենք մեզ 99 խաղի մեջ ապրանք ենք գցել։ Լուրջ եմ ասում, սիրելիներ, մեր արժեքը Աստծո աչքով է, եթե դուք տեսնեք, oh my gosh, the potential we have, potential։ Եվ փակեմ ես վերջի խոսքով, որտև շաբաթ առավոտյան հելա պատրաստվեցի, տելևիզորը բան ամեն ինչը տրվեցի, ուտելիքը դրեցի և միացեցի, որ տղայիս play-off-ի արդեն խաղն էր։ Պարտվող դուրս է դնում, իրանց դաշտի վրա խաղում են մի թիմի հետ, որ 4-2 հաղթել են։ Եվ 10 հոգով կարմիր կարդ էին ստացել։ Եվ նայեցի, 1-0 պարտվեցի ես դաշտի վրա, մյուս թիմը թրվարում ուրախանում է։ Ասացի։ Որտեղ ես գիտեմ իր բնավորությունը, գիտեմ ինքը կյանքի գնով խաղում է, գիտեմ, որ ինքը չի հանձնում, գիտեմ, որ իսի դժվար է, նույնիսկ չփորձեցի իրան զանգեմ, I didn't even want to call my son after the loss։ Թողեցի մինչև գիշերվա 10-ը,
գրեցի, ոչ էլ զանգեց։ Մյուս օրը գրեցի, ինչ ես ինձի հազարվում բանանով ասի, տրասին զանգեցի, գիշերը 10-ին նոր զանգ։ Բայց հերվից եմ գալիս։ Կամաց եմ գալիս։ Եվ դες ինչն եմ օգտագործում, Աստծո խոսքը։ Թող Աստծո խոսքը իր գործան իր կյանքի մեջ։ Ես սկսեցի իրեն խոսել ապագայի մասին, որ ինքը մոռանա անցյալը։ Ինքը սկսեց բացվել խոսալ, որ ես մարզիչի հետ պիտի հանդիպում, ասի, ինչ հարցեր ունես մարզիչի համար։ Դու պատրաստ ես, ասում է ինձի գրի։ Ասում եմ, չէ գրի։ Ասի լավ քեզ ձայնային ուղարկեմ ինչ հարցեր տաս։ Հետո ինքը սույնը հավաքեց բան, էս ճիշտ է հերիք ասի ես եմ գրի ավելացում։ Որովհետև դու ուզում ես իմանաս քո նավիգացիան։ Մենք նավիգացիան ենք միացնում, որ ուզում ենք գնանք ռեստորան, նավիգացիան ենք միացնում, որ ուզում ենք մեկի տունը, որ տանի մեզ դրան դեմը իջացրա, հոգևոր նավիգացիացիան ուրա տանում քեզ։ Ուրա տանում քեզ քո հոգևոր նավիգացիան։ Սա է, արդեն հասել ես տեղ, no։ Պարքից պարքա խոսք ասում։ Չին կարա, ասենց էլ լավ լինենք լավ, վարուժ եղբայրը, ինչպես ես վարուժ եղբայր, պարք ասում, այսպես էլ եմ լավ կնեմ, no։ Ավելի լավ եղի, ավելի երային դուն եղի։ Աստված ավելի ինչու են բավարարվում ես կանով։ Այսքան ժողովուրդը չկործնենք լավ է, no։ Դա աստու կամքը չի, երբ որ նայում կա գործարակելուց ոչ մեկը չասեց, թող այս եկեղեցին 5000 բավարար գնում, դա 4000 էլ ավելացավ։ Երբ որ մենք գործում ենք, Տերը Սուրբ Հոգին մեր մեջով գործում է։ Մենք մեր բերանը բացենք, ինքը կխոսի։ Եվ նավիգացիան հոգևոր միացում։ Տերով ինձ այսօրվա Աստծո խոսքը ի համար կուզեմ միայն հիշել այս քարոզից 5 ճնճղուկ, երկու դանգի կծախվի եւ անոնց մեկը մորցված չէ Աստծո առջև, բայց ձեր գլխուն բոլոր մազերն հաշված են։ Ուրեմն մի վախնակ, վասնզի դուք շատ ճնճղուկներեն ավելի աղեկ եք։ Այսինքն, որ ճնճղուկը, որ կհամարենք արժեքավոր մեկը չէ, բայց Աստված բոլորին էլ հիշում է, եւ էլ որ մեզ առավել եւս ինչ էի ուզում կիսվել ձեր հետ, որ երբեմն մտածում ենք, որ ես ինչ կարող եմ անել, ես ոչ տաղանդ ունեմ, ոչ պարգև ունեմ, մենք մեզի խորում ենք, տարիքս մեծ է, տարիքս փոքր է, ընտանիք ունեմ, այսինքն պատճառաբանությունները շատ են, որ կարող ենք տալու, բայց երբ որ մի բան կանգ առնես եւ մտածես ում համար ես անում եւ այդ ում արածը ով է քո համար եւ ինչ արեց քեզ համար ամեն բան կփոխվի եւ տեսնես որ մեծ փոքր չկա Աստծո համար կարեւորը որ դու սրտանց թեկուս փոքր ինչ որ տվել է քեզ Աստված ինչ տաղանդ կամ ինչ պարգև որ տվել է օգտագործես Տերոջը փառքի համար։ Հիմա ինգելսը միացամես։ Thank you։ Հարկ Տերոջ, որ այո, ինչպես եղբայր ասեց, մեր փառքը լրացնում է Աստված, ոտքի վրա մենք շատ կարճ երգ ունենք, 3 անգամ պիտի երգենք, խնդրեմ որ ամեն երգի վերջանալուց, երբ որ նորից պիտի կրկնենք երգը, ավելի բարձր երգենք եւ երրորդ անգամ շատ ավելի բարձր երգենք։ Ամեն։ Իսուս է աննման, ուրիշ փրկիչ չկա, ուրիշ բժիշկ չկա, Իսուս է աննման, ամեն։
ինձ համար ուրիշ փրկիչ չկա ուրիշ փրկիչ չկա Հիսուս է աննման ինձ համար Հիսուս է բարձր աննման Հիսուս է աննման ինձ համար ուրիշ փրկիչ չկա Հոգնած ենք, թե սոված ենք, թե քունների սատանու չգիտեմ մի հատ ավելի աշխույժ, որ ինձ ես սենց ասեմ ինչպես ոնց որ ես ձեզ տալի դուք էլ ինձ տվեք, կլինի? Let's go, հա? Ադե, կամաց Let's go Հիսուս է, աննման Հիսուս է աննման ինձ համար Ամեն Ամեն Եվ մեր երեխեք ունեն փոքրիկներն են մեր հետ, սիրներ Աստված օրհնի ձեզ եւ պահի ձեզ։ Աստված պայծառեցնի իր երեսը ձեր վրա եւ ողորմի ձեզ։ Աստված բարձրացնի իր երեսը ձեր վրա եւ տա իր խաղաղությունը։ Գնաք Տիրոջով խաղաղություն, պաշտպանեք այդ խաղաղությունը, մի թույլ տվեք սատանան այդ խաղաղությունը ձեզնից կողանա։ Ամեն եւ ամեն։